պատասխանը չուզենք, ասենք այս հասցեով, եթե հասցեով է գործում դա, տենց է գործում, թե բջջային համարի, թե հավելված հասցեով է գործում, դե ուրեմն մենք օրենքի մեջ պետք է կարգավորում անենք, ասենք եթե մենք հարթակով մեզ քաղաքացին որևէ տեղ տվել է, ասել է ինձ ծանուցեք այս հասցեով, իրան երկրորդ անգամ չենք հարցնում, քեզ որ հասցեով ծանուցենք, որտեվ դա առնվազն ներվայնացնող է, կասի լավ հասկացանք, մի անգամ ասցինք 2, 3, 4, ոչ չենք կարող ամեն օր ասենք մեզ որ հասցեով ծանուցենք։ Պարոն վարչապետ, հիմա նախագծում արդեն իսկ այդ կարգավորում կա, եթե անձը գրավոր տարբերակով ներկայացրել է կոնկրետ էլեկտրոնային հասցե, անկախ նրանից թե որ պետական մարմինն է ներկայացրել, համարվելու է պատշաճ ծանուցված, այնպես որ այդ խնդիրը լուծված է, իսկ հենց այս հարցը զուտ տեխնիկական լուծման ենթակա հարց է։ Բան ունեիք ասելու Տիկին Սարգսյան։ Պարոն վարչապետ, երբ որ երթևեկության կանոնների մասով մենք մոտիվացիոն համակարգը դրեցինք 20% զեղչով տուգանքը ստանալու, այս պայծրությամբ շուրջ 120,000 վարորդ ունենք, որը հարթակով գրանցված է եւ 20% բոնուսային համակարգից օգտվում է։ Մենք մեյլերը հավաքել էինք հենց երթևեկության կանոնների խախտման տուգանքների համար, շատ տեխնիկապես ուղղակի հարթակով մի հարցադրում կտանք քաղաքացուն, որ սա նաեւ օգտագործվելու են մնացյալ բոլոր process-ների համար, կստանանք հաստատումը եւ որևէ խնդիր չկա էլեկտրոնային փոստը օգտագործելու մնացյալ պետական մարմինների process-ների։ Շատ լավ, բայց էլի ես մտածում եմ մենք քաղաքացուն սենց նայեմ, եթե մենք սենց թենել ստեղծում ենք մի համակարգ, ասում ենք գիտեք ինչ ազդարարում տեղադրելու ենք ու բան ենք, իրան չենք հարցնում, չէ որ ազդարարում տեղադրենք, կլինի քեզ համարենք ծանուցված, թե չէ, չենք ասում, եթե քաղաքացին մեզ կպատասխանի, կասի համաձայն եմ, հենց ազդարարում դրեք, ես ինչ ենք նորից հարցնում, ասենք մարդ հասկանում եք, ամեն բանը, ամեն հարցումը, հարցադրումը, այդ էներգիա է։ Այդ էներգիան գնում է եւ պետական մարմնից եւ մարդուց։ Այսինքն եթե մի անգամ ասել է, մենք կարանք կարգավորենք, օրենքով ասենք, եթե որտեղ այս ամբողջ օրենքը դրա մասին է։ Ամբողջ օրենքը դրա մասին է, որ այն մարդիկ, որոնք բոլոր հնարավոր ձևերով ուզում են խուսափեն ծանուցված լինելուց, մենք ասում ենք, չէ, չի լինելու տենց բան։ Հիմա ինչ ենք երկրորդ անգամ մենք կարանք կարգավորենք, կարանք նույնիսկ թվարկենք, ասենք այստեղ, եթե մի անգամ տվել է, ուրեմն այդ հասցեն մենք համարելու ենք բան, համարվելու է ծանուցված։ Դա մեր օրենքի տրամաբանությանը ես բանը իմ ասածը ինչ է, ես ինչի համար եմ դա ասում, որովհետև մի հատ լրացուցիչ գործողություն չա։ Հիմա եթե մարդը նայեց, ասենց, հա, ուզում են ինձ ծանոթեն, չեմ պատասխանում այս հարցին, ինչ ենք անելու։ Ոչ մի բան չենք կարողանալու անենք, գալու ենք մի հատ է փոխենք, ասենք լավ, քանի որ 120,000-ից 500-ն է պատասխանը, եկեք կարգավորումը անենք։ Հիմա փաստացի մարդը ծանուցվել է, տուգանքը վճարել է 20%-ն է ստացել է, ճիշտ է։ Այդ ինքը աշխատող համակարգ է։ Եթե այլ խնդրեմ չկա, ես կարծում եմ, եթե այլ խնդրեմ չկա, եթե պարզվի որ չէ, պետք է անպայման տենց անենք, շատ լավ անենք անպայման տենց։ Բայց եթե կարող ենք չանել, չանենք, համեց։ Փորձեմ ֆիզիկապես նկարագրեմ, էլի, որովհետև այդ հարցը ես կարծում եմ լուծված է։ Եվ ոնց որ մենք մեր տանը ունենք փոստարկղ, հասցեն փոխելուց, ասում ենք հասցեն փոխվել է ուրիշ տեղ փնտրեք այդ փոստարկղը, այդ նույնը լինելու է էլեկտրոնային։ Մենք բոլորս ունենալու ենք էլեկտրոնային փոստարկղ։ Բայց դեպքեր կա, երբ որ անձը քաղաքացին ասում եմ մի ծանոթի դիրք ու հարթակում ես կհամարվեմ ծանոթված, ես կմտնեմ կնայեմ պետք չի ուղարկել ինձ այդ ինֆորմացիան ինձ մի ուղարկեք, դրեք ձեր հարթակում, ես կմտնեմ կտեսնեմ, կհամարվեմ ծանոթած, կամ ասում եմ SMS ուղարկի։ Ուզում եմ ասեմ, պարոն վարչապետ, ձեր ասած հարցը հաստատ լուծված է նախագծով, որովհետև այլ ընտրանք էլ չկա, այս ամբողջ տրամաբանությունը ես պեկի օրինակը դրա համար բերեցի, որ ցանկացած քաղաքացի պիտի պետությունում ունենա էլեկտրոնային աշխատասենյակ, տենց անվանենք, ու դրան կհասնենք։ Այն ինչ որ վերաբերվում է ջվու խախտումներին, այդտեղ գործել է մոտիվացիոն համակարգը, այսինքն մենք ու այդ լավ փորձը մենք այդ փորձը տարածելու ենք բոլոր դեպքերի վրա, բայց այնտեղ որոնք են որ էլեկտրոնային փոստարկղն ա տվել, որ դեպքերն ա որ ասել դու դիրքո մոտ ես կտեսնեմ ու կվճարեմ տուգանքը, պետք չի փոստատարություն, հիմա ուղղակի վստահ չեմ, բայց եթե այնտեղ տրված է փոստարկղ, դա կօգտագործվի այս համակարգի մեջ։
Ամեն դեպս այս դիտանկյունից նայենք, որպեսզի հնարավորինս հարթ լինի համակարգը։ Համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կարծում եմ մի դրվագել կա, որ կարող է նույն անձի վերաբերյալ մենք միանգամից ստացված մի քանի ծանուցման հարթակներ ունենք, նույն եթե անձը նաև անձեռնարկատերը ունի ՊԵԿ-ի իր գրասենյակը, բայց նաև էլեկտրոնային հասցեատվել, որ ներքին գործերի նախարարության կամ ճանապարհային ոստիկանության այդ արտոնյալ համակարգից օգտվի դույժերի վերաբերյալ ծանուցման։ Այստեղ էլ պետք է առաջնահերթությունները կանոնակարգենք, որովհետև ժամանակի ընթացքում դրանցից մեկը կարող է դադարի, մյուսը կարող է շարունակի գործել։ Այդ անձը պետք է իր համար խաղի կանոնները հստակ պատկերացնի, թե մենք ինչպես ենք շարունակելու իր հետ հարաբերվել ցանկացած հաջորդ իրավիճակում։ Կարծում եմ այդ մեխանիզմը նկարագրված է, որովհետև եթե անձը էլեկտրոնային փոստը չի գործում, այնուամենայնիվ ինքը պիտի իմանա, որ այդտեղ խնդիր կա, բայց պաշտոնական էլեկտրոնային փոստը աշխատելու պարտականությունը մերն է եւ մենք պետք է ապահովենք, բայց եթե նույնիսկ այդտեղ չի գործում, մեկը իրազեկման ազդարարը եւ պետեկամուտների կոմիտեի համակարգը մեկը գործելու է եւ այս տրամաբանության, այսինքն իմ տեսածով չի ընդհատվում այդ շղթան, բայց ամեն դեպքում համակարգը նորա պետք է իրան նայել ուշադիր, որպեսզի լինի ամբողջական։ Կային այլ դիտարկումներ, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կարծում եմ իհարկե ավելորդ հասել թվայնացման այդ ծառայությունների այդ թվում եւ ծանուցման թվայնացումը ինչքան ողջունելի է եւ համահունչ ժամանակակից աշխարհին, բայց կարծում եմ, որ որոշ բաներ կան, որից պետք է օրինակ խուսափել, ես փորձեմ առարկայական ձևակերպել, հա, ես կարծում եմ, որ չպետք է քաղաքացուն աստիճանաբար ավելի ու ավելի դնենք մի իրավիճակում, որտեղ ինքը ստիպված լինի մի հատ, չգիտեմ, ինչ-որ պարբերականությամբ այցելել փոլիսեին, որպեսզի տեսնի հոտուգանք չունի ճանապարհային երթևեկության, մի հատ այցելել, չգիտեմ, աշխատանքի նախարարության հարթակներ, որ տեսնի կենսաթոշակի հետ կապված նորություն կա թե չէ, մի այցելի Արմետ, մի հատ էլ հիմա այցելի այս մյուս նոր հարթակը, որ նոր հասկանա, որ իր եւ պետության գործերը, իր հարաբերությունները պետության հետ կարգավորված են, խնդիր չկա։ Ինչ որ միասնական բան է պետք, այստեղ ինտեգրացված մոտեցում է պետք։ Հուսով եմ գործընկերներ հոգ են տանում դրա մասին, վստահ եմ, բայց նաեւ հարց ունեմ, էլի։ Այս process-ում, որը Տիկին Գալյանը նկարագրեց, մի դրվագ կար, որտեղ ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ գուցե մասնավոր տեղեկությունների, ոչ այնքան անձնական տվյալների պաշտոնական բանի, հրապարակման, այլ ընդհանրապես մարդու կյանքին վերաբերող մասնավոր տեղեկությունների հանրայնացում լինի։ Հարցս այդ մասին է, Տիկին Գալյան ասեցիք, այն հիբրիդայինի դեպքում ծանուցում ուղարկում եք փոստային ծառայությանը, իրանք են դա տպում, դնում ծրարի մեջ եւ ուղարկում։ Ես ճիշտ, եթե դա ծանուցման բովանդակությունն է, ոչ թե փաստը, որ դու այնտեղ ծանուցում ունես, ապա այդ տեղեկությունը, որը ես կուզեի գուցե գաղտնի մնար, հայտնի դարձավ փոստային ծառայության աշխատակիցներին, հետո եթե այդ էլ չի աշխատում, դնում եք ազդարարում։ Հիմա այդ ընդհանրապես լրիվ հանրայնացրեց բովանդակության մասին է խոսքը, թե ծանուցման փաստի թե ինչ։ Մենք ամեն ինչ արել ենք եւ պետք է շարունակենք անել, որպեսզի անձնական տվյալները լինեն պաշտպանված։ Հետևաբար խոսքը ծանուցման առկայության փաստի հաստատման մասին է, այսինքն ազդարարում կախվում է ծանուցումը այն բովանդակությամբ, որ դուք այս պետական մարմնից ունեք ծանուցում, հակիրճ բովանդակությամբ, այսինքն անձնական տվյալները պետք է ամեն դեպքում լինեն պաշտպանված, մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունները։ Եվ մի բան էլ, պարոն Միրզոյան, հենց ձեր կողմից բարձրացված խնդրի լուծմանն է միտված այս հարթակի ստեղծումը, որպեսզի քաղաքացին ունենա մեկ կաբինետ, մտնի այնտեղ, դա կլինի application հեռախոսի վրա համապատասխան smart այդ gadget-ների վրա, կմտնի այդտեղ եւ կտեսնի, որ այս կամ այն պետական մարմիններից, իրավաբանական անձանցից ունի ծանուցումներ։ Այսինքն խոսքը այս համակարգի ստեղծման մասին է, որը միասնականացնելու է ծանուցումների ամբողջ համակարգը։ Պարոն Միրզոյան, ձեր բարձրացրած մյուս հարցի հետ կապված էլի վերադառնամ կրթության թեմային, մենք հենց ձեր նշած հարցերը
հարցերի հետ առերեսվելու եւ արձանագրելով, որ մենք այդտեղ նաեւ գիտելիքների որոշակի պակաս ունենք, մենք Էստոնիայից փորձագետ ենք հրավիրել եւ հույս ունեմ բոլորդ իրազեկված եք դրա մասին, որպեսզի պետական մարմինների